մի պատանի տղա ծանր հանցագործություն անում եւ ընկնում է բանտ սա վերջի վկայությունն է ընկնում է բանտ նրան տալիս են 10 տարի 10 տարի բանտարկության են նստացնում են եւ նա իր բանտում գտնված ժամանակ առաջի օրվանից նամակներ գրում տուն գրում իր հորը եւ նամակի մեջ հստակ նշելով եւ ներկայացնելով որ ես սխալ եմ արել ես իմ մեղքը իմ սխալը ընդունում եմ եւ ես սխալ եմ հայրիկ ուզում եմ որ դու ինձ ողորմություն անես ուզում եմ որ դու ինձ ներես հայրը ոչ մի նամակ չի կարդում եւ նամակը հետ է ուղարկում փոստայի միջոցով որտեղ գիտեք որ նամակը երբ որ կարդացած չի լինում եւ ընդունված չի լինում այնտեղ գրված է որ չընթերցված է նամակը եւ պեչատը դրվում այդպիսի եւ հետ է ուղարկում եւ այս տղան 10 տարիների մեջ ամեն հնարավոր դեպքում նամակներ է ուղարկում եւ խնդրում է իր հայրը ների եւ հայրը ոչ մի նամակ չի բացում ահա մնում է մեկ շաբաթ 10 տարին լրացել է եւ ինքը նստել է 10 տարի կալենդարնի վերջին նամակն է գրում եւ վերջին նամակում խնդրում է իր հորը ասելով այսպիսի բառեր հայր իմ ես մեկ շաբաթ հետո դուրս եմ գալիս բանտից ես հույսով եմ որ իմ նամակը քո ձեռքերի մեջ կլինի եւ դու կարդացած կլինես այն վերջապես եւ ես խնդրում եմ չհրաժարվես իմ նամակից եւ իմ խնդրվածքից եթե դու ինձ ներել ես ասա եթե դու ինձ ներել ես ինձ մի նշան տուր երբ որ ես դուրս գամ բանտից եւ նստեմ գնացք եւ հետ վերադառնամ տուն ես կուզեմ որ մեր տան այն անկյունի ծառի վրա տեսնեմ մի դեղին ժապավեն կապված եւ երբ որ հայրը երբ որ որդին գալիս է գնացքով հետ տեսնում է որ իր կողքի տղան տեսնում է որ այս տղան անընդհատ շարժումներ անում հասնում է իր գյուղը եւ նամակը մի բան էլ ասում եթե դու ինձ չընդունես ես չեմ իշնի գնացքից կշարունակեմ եւ մեկը միշտ կանհայտանամ ձեր կյանքից Սա ճիշտ ժամանակին է, որովհետև էզև բան տեղի ունեցավ վերջերս։ Եվ երբ որ ասում է չկա, չեմ տեսնում, կողքի տղան հետաքրքրում է, ինչ չես տեսնում, ասում է խնդրում եմ, դու էլ նայի, հնարավոր է դեղին ժապավեն ես տեսնում։ Այս տղան նայում է, այս կողմեն կողմ նայում է, ասում է չէ, ասում է ես դեղին ժապավեն չեմ տեսնում։ Հա, բա ինչ ես տեսնում։ Ասում է ես դեղին ժապավեններ եմ տեսնում ամենուրեք, ստոլբեքի վրա կապված, ծառների վրա, ճյուղերի վրա, զաբորների վրա, և ասում է դա ինչ է նշանակում, այս տղան ասում է գոռալ, դա իմ հայրն է, որ ինձ սպասում է, դա իմ հայրն է, որ ինձ ընդունում է, դա իմ հայրն է, որ ինձ սպասում է 10 տարի հետո, դա ողորմությունն է, ոչ թե նա մի ժապավենով կսպասի, նա կսպասի քեզ շատ ժապավեններով, Արժանի է Իսուս, արժանի է Իսուս ժողովուրդ, արժանի է առնելու փառքը, արժանի է առնելու պատիվը